Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Շիրակի մարզում շուրջ 46 000 ձայնով առաջատարը Հանրապետականն է, մոտ 2500 քվեով Հանրապետականին զիջում է ԲՀԿ-ն, սակայն Գյումրիում ԲՀԿ-ն մոտ 2 անգամ ավելի քվե է ստացել, քան Հանրապետականը։ Համեմատության համար հիշեցնեմ նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Գյումրիում ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր ընդամենը 7326 ընտրող, ՀՀԿ-ի օգտին 13882։ Ստացվում է, ԲՀԿ-ն Գյումրիում այս ընտրություններում մոտ 3 անգամ ավելացրել է իր ձայները։ Շիրակի մարզում ԲՀԿ-ն նաև մեծամասնականով դարձավ առաջատար։ 4 մանդատից 3-ը բաժին հասավ ԲՀԿ-ին և միայն 1-ը Հանրապետականին։ 5 տարի շարունակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տվել է, բաժանել է, օգնել է, սատարել է, բնականաբար այդ 5 տարիների արածի արդյունքն էլ ընտրությունների ժամանակ մենք տեսանք։ Իսկ ինչ խնդիր է առաջնահերթ լուծելու ԲՀԿ-ն կոնկրետ Գյումրիում ու Շիրակի մարզում։ Ամենակարևոր խնդիրը աշխատատեղերի խնդիրն է, բայց աշխատատեղերի հետ կապված ես էլի պիտի կրկնվեմ, որ պետք չի սուտ խոստումներ տալ, պետք չի մեծ խոստումներ տալ, որ այստեղ գործարաններ պիտի բացենք, այստեղ հազարավոր աշխատատեղեր պիտի ստեղծվի, եթե մենք այսօր ուզում ենք աշխատատեղեր ավելացնել, աշխատատեղեր բացել, մենք միանշանակ պիտի վերանայենք հարկային օրենքները, փոփոխություններ մտցնենք ու ինչքան հնարավոր է արտոնություն տանք մանր ու միջին բիզնեսին, այսօր բոլորս լավ գիտենք հիմնականում աշխատատեղերը պայմանավորված են մանր ու միջին բիզնեսով։ Մյուս կարևոր խնդիրը, որ ես գտնում եմ անհրաժեշտ է, անհավախ պիտի դրանով զբաղվենք, դա կների թանկացման հարցն է։ Նշեմ, որ Գյումրիում նախընտրական շրջանը բավականին լարված էր, հատկապես թիվ 34 ընտրատարածքում, որտեղ հիմնականում մրցակցում էին ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահն է, և ԲՀԿ-ական գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ ԲՀԿ-ական թեկնածուն վերընտրվեց հանրապետական թեկնածուի նկատմամբ շուրջ 2500 քվեի առավելությամբ։ Մեծ հաշվով ոնց որ թե մի 70%-ով ստացվեց նորմալ ընտրություններ կազմակերպել։ Իսկ 30%-ը։ Դե 30%-ը մանր-մունր, նմանատիպ խուլիգանական բաներ մանր-մունր բնականաբար եղավ, բայց մենք եղավ հասկանում ենք, որ 100%-անոց ընտրություն, 100%-անոց մաքուր, այսպես կազմակերպված ընտրություն այս պայմանությամբ հնարավոր չէ։